Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպային պատրաստ լինել ԱՄՆ-ի հնարավոր նոր թշնամական քայլերին։ Մի քանի պարբերականների տված հարցազրույցում նա նշել է, որ Եվրամիությունը պետք է սթափվի և իրականացնի անհրաժեշտ բարեփոխումներն իր դիրքերն ամրապնդելու համար։ Մակրոնի խոսքով Եվրոպան չպետք է Վաշինգտոնի հետ լարվածության ժամանակավոր դադարը համարի տևական խաղաղություն։ Նա շեշտել է, որ Թրամփի վարչակազմը բացահայտ հակաեվրոպական դիրքորոշում ունի և փորձում է մասնատել Եվրամիությունը։ A dit pendant sa campagne, c'est ce qu'a fait le président Trump. Նախագահը կանխատեսում է նոր լարվածություն հատկապես թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է նոր մաքսատուրքեր սահմանել, եթե Եվրոպան փորձի վերահսկել ամերիկյան տեխնոլոգիական հսկաներին։ Մակրոնը կոչ է արել Եվրամիությանը միասնական պարտքի օգնությամբ ներդնել արտադրված է Եվրոպայում ռազմավարությունը։ Սա թույլ կտա մեծացնել ներդրումները և մրցակցել ամերիկյան դոլարի գերիշխանության հետ։ Չնայած Ֆրանսիայի ջանքերին, այս ծրագրերին դեռևս դեմ են Գերմանիան և հյուսիսային այլ երկրներ։ Զուգահեռաբար Ֆրանսիան ընդլայնել է ռազմական օգնությունը Ուկրաինային։ Փարիզը պատրաստվում է Mirage 2000 ինքնաթիռների նոր խմբականակի փոխանցմանը։